կատարյալ սերը վանում է երկյուղը, ասում է Հովանես Ավետարանիչ։ Դրանով չէ մեզ սովորեցնում Հովանես Ավետարանիչը, որ վախը սիրո թշնամի է։ Խավարը լույսի թշնամի է։ Որտեղ որ լույս կա, այնտեղ խավար չկա, որտեղ որ սեր կա, վախ չկա։ Հա։ Հենց չարի նպատակն ինչա, որ մի հատ խավար բերի, մութ բերի մեր մտքում, մեր սրտում, մի հատ որ լույսը ծածկի, հետո մեզ վախեցնի։ Երբ որ վախեցնում են, դու սիրուց հավատքից հեռանում ես, թուլանում ես, տկարանում ես, մոռանում ես, որ Աստված լույսից հազարապատիկ լուսավոր է։ Արիգակի լույսն ինչա, ոչինչը Աստվածային լույսի համեմատությամբ։ Երբ որ Քրիստոս Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց, ասում է, նրա զգեստները սպիտակ եղան, ասում է, արեգակից էլ լուսավոր էր։ Այդ ինչ էր ուզում Քրիստոս ցույց տալ, որ Աստվածային լույսը երբ որ կա, մեր մեջ խավար չկա։ Այ մենք սա միշտ պետք է հիշենք, բայց ոչ միշտ ենք հիշում։ Եվ հենց դու մոռացար Աստվածային լույսի, Տիրոջ ներկայության, Տիրոջ պահպանության մասին, կամ այս այն մառախուղը տեսել եք, Տաթևում շատ է լինում, ձորից է ցելնում, գալիս է, մեկ էլ մի վայրկյան կարող է ասես դու հայտնվես մթության մեջ, հա, դանդաղ կամաց, ճիշտ այդպես է, մեր մտքի մեջ սկզբում խավարը մտքից, խորհուրդների պայքար, հիշողություններ, դե չարը մեր բոլոր թույլ կողմերը գիտի որտեղ խփի, ինչպես անի, մի հատ թուլացնում է, ինչ որ մի տեղ գիտի, քրիստոնյանի խղճի վրա է խփում, կեղծ խղճահարության մեջ է գցում, վայ չկա, մենք չենք խղճահարվում, կեղծ խղճ, մենք պետք է հասկանանք, ինչի պետք է խղճահարվենք մենք, հա, չենք խղճահարվում, այդպես մառախուղը բերում է մեզ վրա, հետո սկսում է տիրել մեզ, վախեցնել, այսինքն լույսը հեռացնում է, որ հետո վախի մեջ գցի։ Մենք էլ պետք է հասկանանք, որ վախը խավար է։ Խավարի դեմ սրով չես պայքարում, խավարի դեմ լույսով պետք է պայքարես։ Լույսը վառ է, խավարը կփարատվի։ Այսինքն դու թող այդ մտորումները, այդ ներշնչանքները, այդ հիշողությունները թող քո հին մարդուն ուրացիր, նոր մարդ որ ծնվի, Քրիստոսին ապավենի։ Հետո մարդ Օսարաքյալն ասում է ուրախ եղեք, ես ասում եմ միշտ ուրախ եղեք։ Գիտեք, մարդկան ամենածանր մեղքը գործելուց հետո, երբ որ Աստծո մխիթարությունը ստանում է, պետք է ուրախանա։ Անկամ ամենածանր մեղավորն էր, երբ որ մեղքերի թողությունը արժանում, պետք է ուրախանա, որտեղ մարդու հոգին շատ նուրբ է, չի կարող երկար տխուր մնալ։ Տեսել եք ծնողները, որ իրենց զավակներին կորցնում են, այնքան են տխրում, արդեն զգում ես, որ իրենց հոգին ոնց ասեմ, չի դիմանում իրանք, բայց իրանք իրենց համոզում են, ասում են, չէ, մենք չենք կարող տխուր չլինենք, մենք պետք է տխուր չի դիմանում մարդու հոգին, երկար տխրության չի դիմանում, հասկանում եք, շատ և այդ տխրությունը աստվածային տխրություն չի, աստվածային տխրությունը անցնում է, վերածվում է ուրախության, իսկ մարմնավոր տխրությունը տանում է մահվան, չի կարելի աշխարհիկ տխրություն ունեցեք ձեր մեջ, պետք չի ձեզ, դա Սուրբ Հոգին չի ներշնչում ձեզ, Սուրբ Հոգու տխրություն ուրիշ բան է, Սուրբ Հոգու տխրությունը մեղքի զղջումն է, ապաշխարությունն է, սա ուրիշ բան է լրիվ։ Հետո մխիթարվում ես, ուրախանում ես։ Միշտ ձգտեք ավելի շատ ուրախանալ, քան տխրել։ Իհարկե իրական ուրախության մասին է խոսքը։ Քրիստոսով ավելի շատ ուրախ լինել, քան տխուր։ Եվ եթե տխուր պտնեք, թող Սուրբ Հոգով լինի ձեր տխրությունը, որ վերածվի ուրախության։ Ամեն։